Հետ կայքը գրում է Անիֆի մոսկովյան ներկայացությունը 2020-24 թվականների ընթացքում 2.7 միլիարդ դրամի հատկացում է ստացել Անիֆից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որևէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին։ Անիֆում տեղյակ է միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել։ Ներկա փոխարժեքով 2.7 միլիարդ դրամը հավասար է 6.9 միլիոն դոլարի։ Հարց է ծագում, ինչու է պետական ընկերությունը նման հսկայածավալ միջոցներ ուղղել իր մոսկովյան մասնաճյուղին, որը ինչպես կարող ենք եզրակացնել Անիֆի այսօրվա ղեկավարության տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառույց է։ Այդուհանդերձ Անիֆի նախկին փոխտնօրեն, ինչպես նաև Մոսկվայի ներկայացության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ պետական ընկերության ներկա ղեկավարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մասնաճյուղը տարբեր ծրագրերում էր ներգրավված ու արդյունք է ցույց տվել։ Նա նաև նշում է, որ Անիֆը ռեյդերային զարթման արդյունքում քանդել են ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ կոմպետենտ անձինք։ Գրում է կայքը։ Հրապարակ թերթը գրում է՝ ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Թերթի տեղեկություններով օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ եւ խիստ հակասական արդյունքներ են գրանցել։ Հարցվածների 60.7%-ը խուսափել է պատասխանել կամ գաղտնի է պահել իր դիրքորոշումը, ինչը կարող է պայմանավորված լինել ընտրական ճնշումներով եւ վախերով։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Փարաքարը համարյա Հայաստանի Սիցիլիան է դարձել եւ վերջերս կրիմինալ պատմությունների պակաս այստեղ չի զգացվում։ Իհարկե հնարավոր է, որ քիչ չէ նաև դեռևս չկողմնորոշված ընտրողները, իսկ ովքեր պատասխանել են, առաջատարը Վոլոդիա Գրիգորյանն է 22%, հաջորդում են Լյուդվիգ Գյուլնազարյանը 9.6%-ով, Գորս Արիբեկյանը 5.5%-ով եւ Դավիթ Մինասյանը 2.2%։ Գրում է թերթը։ Փաստերթը գրում է երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին։ Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք։ Խոսքը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մասին է։ Օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է հայկական Սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25.5 միլիոն դրամ են հատկացրել 2 շաբաթով Սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։ Միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-ից 35 տարեկան սփյուռքահայ առավելագույնը 30 երիտասարդ։ Գրում է թերթը։